Հիմնադրամների մասին օրենքով պարտավոր են այդ նույն հիմնադրամները, Հաշվետվություն չեն 10 միլիոնից ավել ունեն ակտիվներ կամ շրջանառություն, ապա պարտավոր են աուդիտի ենթարկվեն եւ պարտավոր են հրապարակեն։ Ուր են այդ հրապարակները։ Ես մի անգամ փնտրել եմ, չկա։ Ինչու պատասխանատվության չեն ենթարկվում այդ դեպքում։ Ենթադրվում է, որովհետեւ կա հրահանգ, որովհետեւ այնտեղ կան խնդիրներ։ Իմիջայլոց հիմնադրամը բոլոր կոռուպցիոն սխեմաների քողարկման ամենալավագույն տարբերակն է։ Իմիջայլոց պետք է այստեղ լավին լավ ասենք, նրանց խորհրդատուները բավականին բարձր այդպես կրթվածությամբ են եղել, որ խորհուրդ են տվել, ասել հիմնադրամի միջոցով իրականացրեք, որովհետև հիմնադրամը հաշվետու է բացառապես հոգաբարձուների խորհրդին, իսկ հոգաբարձուների խորհուրդը լինում են միշտ գրպանային անձինք, ինչպես իրենց մոտ է, եւ նրանք վախից չեն բարձրաձայնելու երբևէ դրա մասին։ Հիմնադրամին կարող է միայն պետությունը պարտավորեցնել, որ հաշվետվությունները հրապարակի, իսկ եթե պետական կառավարում իրենց ձեռքում է, ապա իրենց իշխանության ժամանակահատվածում գոնե թե դա չի տեղի չի ունենա, իշխանափոխությունից հետո արդեն նրանք բոլոր փողերը տեղավորած կլինեն։ Այսինքն հիմնադրամից այս երկիր փոխանցում այն երկիր, եւ սա հենց նորից գալիս է մեզ զգուշացնելու, որ այո, գործում է կոռուպցիոն սխեմա։ Ես ավելին ասեմ, աուդիտորական ոլորտի մեր գործընկերներից, Աստված օգին լուսավորի, ցավոք հիմա չկա, Հայաստան համահայկական հիմնադրամի աուդիտի պատվերներ ստացել, իմիջայլոց կազմակերպությունը նաև այդպես գործընկեր կազմակերպություն էր մեզ, ստացել էր պատվերը եւ նրան առաջարկում էին տրամադրել դրական աուդիտորական եզրակացություն, որից նա հրաժարվեց։ Ի պատիվ իրեն հրաժարվեց եւ ասաց՝ իմ ձեռքը կտրեք, ես դրական եզրակացություն չեմ տա։ Ես խայտարակ եզրակացություն կտամ, օրինակ, կարծիքից հրաժարում, որպեսզի պարզ լինի մեր հայրենակիցների համար, կարծիքից հրաժարումը դա բացասական եզրակացությունից շատ ավելի վատ եզրակացության ձև է, որովհետև այնպես է ամեն ինչ խառնած, ամեն ինչ այդպես տակից գլուխը շղթայի ծայրից հաջորդ ծայրը չերևացող, այնպիսի փնթի եղանակով իրականացված այդ թվում կոռուպցիոն սխեմաներ են, իհարկե կոռուպցիան ընդամենը մեկ բաղադրիչը կարող է լինել հազարավորներից, որ մարդ հրաժարվում է, ասում է, այսպիսի փնթի վիճակում ես նույնիսկ ես կարծիք չեմ տա, պատկերացրեցինք, եւ Հայաստան համահայկական հիմնադրամի ի պաշտոնե գլխավոր ղեկավարովը իհարկե Հայաստանի ղեկավարն էր, այդ ժամանակ հենց Նիկոլ Փաշինյանն էր հոգաբարձուների խորհրդի նախագահը, հանրապետության նախագահն էր հոգաբարձուների խորհրդի անդամ եւ այսպես շարունակ։ Հիմա եթե մենք տեսնում ենք մի հիմնադրամի հետ ինչ եղավ եւ այդպիսի տեղեկատվության ենք տիրապետում, պատկերացրեք այն հիմնադրամը, որ իրենց սեփականն է, հիմնադրամների դեպքում դա չի կարելի ասել, բայց սեփականաշնորհված իրենց համար դարձրել է ինչ որ ՍՊ, պատկերացրեք ինչ է կատարվում այնտեղ։